Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Պաշտպանության նախարարության զորամասի ժամկետային 2 զինծառայող նույն զորամասի ժամկետային զինծառայողի նկատմամբ դաշան վերաբերմունք դրսևորելու եղանակով վերջինիս անզգուշությամբ հասցրել են ինքնասպանության։ Մասնավորապես 2 զինծառայողները տարբեր պատճառներով պարբերաբար սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել ՍՀԻ հասցեին։ Այնուհետև խմբով դաշան վերաբերմունք են դրսևորել նրա նկատմամբ, պատճառելով մարմնական վնասվածքներ։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ զինծառայողի դեմքին արկա մարմնական վնասվածքը նկատել է Պաշտպանության նախարարության զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը, որը պարզելով, որ նշված վնասվածքները պատճառել են զորամասի 2 զինծառայողները, հանցագործության դեպքի մասին սահմանված կարգով չի զեկուցել, այլ դրա փոխարեն կարգադրել է զինծառայողի աչքի շրջանում արկա վնասվածքը շպարել։ Այսպիսով 3 անձի գործողությունների հետևանքով ՍՀ-ն իրեն ամրակցված ինքնանձիկով ցնոտի հատվածում կրակահերթով արձակել է 2 կրակոց, գործելով ինքնասպանություն։ 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում մի խումբ անձանց կողմից զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, 1 անձի նկատմամբ իշխանությունը չարաշահելու համար։ 2 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 1-ի նկատմամբ տնային կալանքը։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը չի արդարացվի։ Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել նրան մեղավոր ճանաչելու վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքը։ Վճիռն ուժի մեջ է մտել, ինչը նշանակում է, որ առաջիկա օրերին Հարությունյանը կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը փետրվարին Ջալալ Հարությունյանին դատապարտել էր 5.5 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր էր ճանաչվել ռազմական դրության ժամանակ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել էր ծանր հետևանքներ։ Ցորի զորամասի D20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող զոհվել էր, իսկ 1 զինծառայողի գտնվելու վայրը մինչև օրս հայտնի չէ։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան եւ հանդիսանալով հայ առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով նախ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաեւ 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։ Վերջին 8 ամսում դատախազությունը պետությանը գույքերի վերադարձման պահանջով 183 հայց է ներկայացրել դատարան։ Արդեն վերադարձվել է 4 միլիարդ 171 միլիոն դրամի գույք եւ դրամական միջոց։ Միայն 4 գույք ծաղկաձորում է եւս 6 հողատարածք Երևանում։ Դատական ակտերից մեկով էլ Իջևան համայնքին է վերադարձվել զբոսայգու 5 հողատարածք։ Պարզվել է, որ 16 անձի կառուցապատման իրավունք է գրանցված ամբողջ զբոսայգու տարածքում։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՕԱԿ-ի 2 պաշտոնատար անձինք մեղադրվում են 4.5 միլիոն դրամի հափշտակության մեջ։ Մասնավորապես 2022 թվականի ընթացքում ՊՕԱԿ-ի կարիքների համար տարբեր ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման նպատակով ներկայացված գնման հայտերի հիման վրա նշված ՊՕԱԿ-ից մի շարք ԱՁ-ների եւ ՍՊ-ների պարբերաբար փոխանցվել են նախատեսվածից ավելի գումարներ, որոնք վերջիններիս կողմից կանխիկացվել եւ փոխանցվել են վերը նշված պաշտոնատար անձանց։ Նախաքննությամբ պարզվել է նաև, որ այլ դեպքերում որոշ ապրանքներ ընդհանրապես չեն առաքվել եւ գնման հայտերով նախատեսված ծառայությունները չեն մատուցվել, սակայն նշված պաշտոնատար անձինք կատարման արդյունքների հանձնման ընդունման արձանագրությունների մեջ մտցրել են տվյալ ծառայությունը մատուցված լինելու կամ ապրանքը առաքված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ։ 2 պաշտոնատար անձանց նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։ Պետությանը պատճառված 4.5 միլիոն դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։